Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ, իմ լավ գործընկեր Աբրահամ Գասպարյանին, բարև ձեզ պարոն Գասպարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, օրերս Genesis Armenia ուղեղային կենտրոնը ներկայացրեց իր նոր ռազմավարական ծրագիրը և նաև նոր գրասենյակը, ձեր նոր ասելիքը, ես կցանկանայի մի փոքր խոսենք սրա մասին։ Բնական է բոլորի մոտ կա կարծիք, միտում, որ այս ամենը տանում է դեպի առաջիկա խորհրդարանական ընտրություններ եւ դուք էլ փորձում եք ձեր միավորը ձևակերպել, այս ամենի մասին կցանկանայի պարզաբանել, պարոն Գասպարյան։ Անցած 5 տարվա ընթացքում կատարվել է բավական պատկառելի աշխատանք, որի մասին մասամբ է խոսվել, շատ աշխատանքներ կան, որոնց մասին ժամանակի ընթացքում կխոսենք, բայց այդ գործունեությունը բնականաբար միտված է Հայաստանի, Արցախի եւ Հայ-ժողովրդի ազգային պետական շահերի եւ նպատակների ձևակերպմանը եւ իրականացմանը մեր հնարավորությունների սահմաններում, մեր գործունեությանը ծանոթները գիտեն այդ ամբողջը, բայց հիմա քանի որ այս Genesis-յան բանաձևի միջից դուրս է եկել ընդհանրապես որպես իրողություն Արցախը։ Այո, ցավոք, մենք կենտրոնացել ենք բնականաբար մյուս 2 կարևոր ատրիբուտների Հայաստանի եւ Հայ ժողովրդի թե ազգային, թե պետական, որոնց մեջ մենք տարանջատում չենք դրում շահերի եւ նպատակների իրականացմանը։ Գրասենյակը վերջերս վերանորոգել ենք եւ նոր շունչ ենք հաղորդել, ավելի երիտասարդացրել ենք, թարմացրել ենք, կամավորնականների մեր բազան ենք թարմացրել եւ երիտասարդացրել ավելի շատ։ 2 հիմնական ուղղություն գիտավերլուծական եւ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների այն ամբողջ աշխատանքը, որ կատարում էինք, շարունակում ենք բնականաբար կատարել, մեկ գլխավոր տարբերությամբ, որ ռազմավարության մեջ հստակ փոփոխություն ենք կատարել եւ առանձնացրել ենք այն 4 հենասյուները, որոնց վրա կենտրոնանալով առաջիկա ես հույս ունեմ նվազագույնը 1 տասնամյակա պիտի շարունակենք այդ ուղղությամբ գնալ որպես ուղեղային կենտրոն, հա։ Առաջինը հայկական արժեքային հիմքերն են։ Արժե համակարգն է ընդհանրապես, երկրորդը Արցախի բլոկն է, որը երևի Genesis Armenia-ն այն հազվագյուտ կառույցներից է եղել, որը երբեք ձեռքերը չի լվացել Արցախյան թեմայից, այսպես կարելի է ասել, հակառակ փաստին, որ թե նախընտրական շրջան կլինի, թե հետընտրական որևէ նշանակություն չունի, տարբեր քաղաքական ուժեր, միավորումներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ վախենում են պարզապես։ Խուսափում են անգամ բառը օգտագործել, պարոն Գասպարյան, ցավոք պետք է արձանագրել։ Ցավոք ես նույնիսկ եթերներից մեկում հետևյալ արտահայտությունը թույլ տվեցի, չհասկացա դուք բղծեք ամեն ինչ, պատմություն, ներկա, գալիք, ապագա ամեն ինչ եւ համարեք Արցախի մասին խոսելը շանտողություն փաստորեն, Արցախ բառը անգամ արտաբերելը համարեք մեծագույն սխալ։ Տեսեք ու հասանք էլի, պարոն Գասպարյան։ Մենք շարունակում ենք Արցախ հավաքական վերադարձի ռազմավարության մշակման եւ ճանապարհային քարտեզի վերաբերյալ ոչինչ, թող իրենք չանեն։ Մենք կանենք, մենք մեր գործը գիտենք եւ հավատում ենք եւ ոչ թե հույս ունենք, հավատում ենք, որ աշխարհակաղակական եւ ռեգիոնալ համապատասխան պայմանների ստեղծման դեպքում այդ ծրագրերը կյանքի են կոչվելու եւ Արցախ հավաքական վերադարձ լինելու է։ Ես բարբերաբար շեշտում եմ հավաքական, որովհետեւ անհատականին մենք կողմ ենք, դեմ ենք, չի կարող այդպիսի բան լինել։ Երկրորդ բլոկը ուրեմն Արցախն է իր եւ մշակութային ժառանգությամբ եւ ադրբեջանական վանդալիզմի դեմ միջազգային լոբիստական աշխատանքները ակտիվացնելու, վերաակտիվացնելու եւ Սփյուռքի համահայկական լոբիստական կառույցների հետ համագործակցելով պարտադիր։ Երրորդ բլոկը հայ եկեղեցին է, որը այսօր 3 եւ վաղը դեռ շարունակելու է հարվածի տակ մնալ։ Այստեղ խնդիրը ամենևին էլ քրիստոնյա դեմոկրատական ուղղվածություն վերցնելը չէ կամ այդ ուղղությամբ գնալը չէ, ոչ էլ կրոնի քաղաքականացումն է կամ վարդապետության քաղաքականացումը, հակառակը հայ եկեղեցին որպես ազգային ինքնության հենասյուներից մեկը
իր ամբողջ ժառանգությամբ արժեհամակարգով ազգային վարդապետությամբ եւ ազգային դերակատարմամբ պահելն է եւ հարվածի տակ հայտնված պահպանողականությունը թարմացնելով ավելի լայն արմատներ գցելը հայ երիտասարդության շրջանում որպես ազգային ինստիտուտ։ Մենք կրոնականի մեջ չենք մտնում, դա Աստծո եւ մարդու միջև հարց է, ոչ էլ մեզ իրավունք ենք վերապահում։ Բայց ամեն դեպքում մեր ինքնության ազգայնականության առումով եկեղեցին դա միանշանակ միակն է եւ ամենալուրջ ինստիտուտը, որը դիմակայել է եւ շարունակում է դիմակայել համաշխարհային մասշտաբի մեծ ալիքների եւ մենք լիահույս ենք, որ այդ ամեն ինչի տակից մեր եկեղեցին իր ավանդույթներով, իր կուռ ինստիտուտներով, իր արժեհամակարգով եւ ուղղափառությամբ պատվով դուրս է գալու այս ամենի տակից, անկախ փաստից, թե նոր նեստորական շարժումներ կլինեն, նեոպավլիկյան շարժումներ կլինեն կամ թոնտրակյաններ կլինեն, կփորձեն արմատից կտրել հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի միջև այդ ուժեղ կապը, մենք դրա դեմն առնելու ենք։ Եվ չորրորդ բլոկը ամենակարևորը Հայաստանի անվտանգություն, տարածաշրջան, ռեգիոնալ զարգացումներ եւ այդ համատեքստում Հայաստանի անվտանգային առաջնահերթությունների վերաձևակերպումը, արտաքին քաղաքականությունից սկսած մինչև ներքին քաղաքականություն, որովհետև այստեղ մենք չենք զբաղվում սոփեստաբանությամբ, մենք չենք զբաղվում գիտական միտք արտադրելով բացառապես, այդ միտքը որ կա, այդ զարգացումները թե տարածաշրջանի մակարդակով, թե ամբողջ աշխարհում պիտի տեղայնացվեն եւ մենք բարձ հարցի պիտի պատասխանենք այս ամենի մեջ որն է Հայաստանի տեղն ու դերը Որն է շահը մեր վերջի վերջո կարևոր է մեր շահը եւ ներքին ու արտաքին քաղաքականության միջև կոռելացիան կապը առհասարակ շատ սերտ է, շատ ամուր է, որովհետեւ դու չես կարող արտաքին քաղաքականության ոլորտում որևէ նշանակալից հաջողության հասնել, եթե ներսում թույլ ես, եթե ներսում չունես այն լոկոմոտիվները, որոնք քեզ կդրթեն կամ կմղեն արտաքին դաշտում աննշան թեկուզ հաջողություններ ունենալու։ Հիմա տեսեք, պարոն Գասպարյան, դուք թվարկեցիք այդ 4 ուղղությունները, որի հիմնասյունն է դարձրել Genesis ուղեղային կենտրոնը, եւ ամիսներ առաջ ես լավ հիշում եմ, դուք նաեւ հայտարարեցիք, որ զբաղվելու եք ակտիվ քաղաքականությամբ։ Ես կարող եմ արդեն տեսնել, որ այս բոլոր process-ները հենց այդ ակտիվ քաղաքականությունում լինելու եւ ընթացք տալու եւ գնալու դեպի խորհրդարանական ընտրություններ դրա մասին են։ Genesis Armenia-ի ստեղծման առաջին իսկ օրվանից այդ խնդիրը օրակարգային էր, այդ թվում Հայաստանի քաղաքական դաշտի մեծամասամբ բոլոր դերակատարների սեղանին դրված էր։ Հաշվի առնելով առաջիկա զարգացումների բնույթը եւ քաղաքական պահը չհասունանալը այդ իմաստով, որովհետեւ մենք մեր թիմը ամենայն դեպս առաջնորդվում ենք հաշվարկներով, ռացիոնալ հաշվարկներով եւ ոչ պարզապես դատարկ ամբիցիաներին տուրք տալով։ Աննպատակ զինարշավեր, աննպատակ անհեռանկար եւ ոչ խոստումնալից պայքարի մեջ մտնելը բերելու է ոչ միայն սեփական կենսագրության զոհաբերմանը, այլև ընդհանրապես գաղափարի արժեզրկմանը, ինչին մենք չգնացինք բնականաբար, բայց հիմա պահը բնականաբար հասունացել է եւ ինքներս էլ հասկանում ենք, որ 2026 թվականի հունիսին նախատեսված ընտրությունը, խորհրդարանի ընտրությունը ոչ թե հերթական, հերթապահ, սովորական, արտահերթ ընտրություն է, այլ գոյաբանական ընտրություն է, որովհետեւ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական նպատակների իրականացումը պայմանավորված է լինելու հենց այս ընտրության արդյունքով։ Ես քաղաքականապես նաիվ չեմ, միամիտ չեմ հասկանալու, որ կամ ընդունելու, որ ընտրությունների արդյունքը ինչպիսին կլինի, այդպիսին էլ կլինի մեր պետության հեռանկարը, ոչ։ Ես ասել եմ, ասում եմ եւ շարունակելու եմ պնդել, որ այս իշխանություններից ձերբազատվելու մթնոլորտը պիտի ձևավորվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում մինչև քվեատուփերին մոտենալը, որպեսզի
այս իշխանությունը որևէ հնարավորություն չունենա բռնաճնշումների, ռեպրեսիաների եւ ընտրակեղծիքների, տոտալ ընտրակեղծիքների, որոնց սովոր են, պայմաններում հերթական անգամ լեգիտիմացնել եւ աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը անատամ է եւ չունի որևէ հարց։ Սա ամբողջ կռիվը դրա շուրջ է, հա, պատատվում։ Ես հավատում եմ, որ Genesis-ի դերակատարումը նաեւ այս համատեքստում պետք է լինի մոբիլիզացնելու եւ իր համակիրների եւ հանրության լայն շրջանակում ճիշտ քարոզչական աշխատանք տանելը, որ մինչեւ ընտրությունը պետք է ստեղծվի այդ մթնոլորտը, որպեսզի այս իշխանության չտանք որևէ հնարավորություն հերթական բռնաճնշումների, մարդկանց բանտարկելու, կալանավորելու միջոցով գնալ եւ լեգիտիմացնել այն խայտարակությունը, ինչ որ արվել է անցած մի քանի տարվա ընթացքում։ Հիմա տեսեք, Այսուհանդերձ, բնականաբար մենք անցած 8 ամսվա ընթացքում շատ ինտենսիվ բանակցություններ ենք վարել։ Հայաստանյան գրեթե մեր ճամբարում գտնվող, հա, ազգային պետականամետ պրոգրեսիվ դաշտում գտնվող ուժերի հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ լրագրողական հանրույթին հետաքրքիր են կոնկրետ պատասխաններ, բայց եթե մենք ընդհանուր համայնապատկերը չտեսնենք, սխալ եզրակացություններ կանենք։ Հայաստանում որպեսի չափավոր եւ առանց պիտակավորումների, հա, ձևակերպում տամ։ Հայաստանում բանակցային մշակույթը տորպետահարված է։ Եվ այդ բանակցությունները վարպետորեն տանելու, հմտորեն տանելու եւ նպատակին հասնելու համար շատ մեծ ջանք եւ ճիգ է պահանջվում։ Շատ մեծ։ Դուք ձեր սեփական փորձից եք արդեն ասում, պարոն Գասպարյան, այս շրջանում այդ բանակցությունների հետ կապված ունեցել եք այդ հարցերը եւ ձևակերպումները արդեն կան։ Ես մշտապես եղել եմ այդ process-ի մեջ ամենայն դեպս վերջին 6-7 տարվա ընթացքում, բայց այս մեկը դե անընդհատ սովորում ես, տեսնելով սովորում ես։ Որն է այդ արտառոց դրսևորումը, որը դուք արձանագրել եք, որ տորպեդահարված է գնահատում եք։ Ինքս ծանոթ լինելով որպես քաղաքագետ, որպես մասնագետ, ընդհանրապես մերձավոր արևելքից սկսած մինչև բալկանյան կամ լատինամերիկյան բանակցային ձևաչափերին ներքաղաքական կոնսոլիդացիայի կարող եմ մեկ բան ասել։ Հաջողել եմ բոլոր այն բանակցությունները եւ արդյունավորվել են, որտեղ բանակցային սեղանի շուրջ նստած սուբյեկտները պայմանավորվել են մեկ հարցի շուրջ, ստեղծել մեխանիզմներ։ Եթե չկա մեխանիզմներ, ապա այդ ամբողջը փլուզվելու է։ Մեխանիզմը ինչ է ենթադրում, պայմանավորվածություններ, գրավոր, պարտադիր, որոնց շուրջ տեղի ունենում համախոհություն, եւ այդ համախոհության մասնակից մարդիկ ստորագրելով այդ փաստաթղթի տակ պայմանավորվում են որոշումների ընդունման մեխանիզմը ամրագրել։ Եթե հիմա ավելի պարզ բան ասեմ, եթե այս մեխանիզմը չի գործում եւ գործում է, որ Աբրահամ Գասպարյանը Հռիփսիմե Առաքելյանի լավ ընկերն է, ուրեմն եկեք պայմանավորվենք, այսպես կանենք, այդպես կանենք։ Կներեք, այնց ախպերության սկզբունքով էլի, հա։ Այդպիսի բանակցությունների մեջ մենք չենք մտել եւ չենք մտնի երբեք ու երբեք անկախ փաստից, որ տասնապատիկ առաջարկներ են, հա, եւ գայթակղիչ տարբերակներով եւ այլն։ Մենք առաջնորդվում ենք կլասիկ սխեմաներով, քաղաքագիտական կամ բանակցային, որտեղ պետք են լինել մեխանիզմներ եւ մեխանիզմներն են պայմանավորում մեր հարաբերությունների, թե չափը, թե ձևաչափը, թե որակը։ Հիմա տեսեք, պարոն Գասպարյան, այս օրերին մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր քաղաքական միավորներ, հասարակական միավորներ արդեն կամաց-կամաց ի հայտ են գալիս եւ հայտարարում են, որ պետք է գնան առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հենց այստեղ է, որ այդ մտավախությունն է առաջ գալիս, որ արդյոք այսպես լոկալ առանձին գնալ խորհրդարանական ընտրությունների մեզ չի տանելու կրկին ձայների փոշիացման, մեզ չի տանելու կորուստների եւ կրկին սրանց հաջողությունը մենք արձանագրենք։ Անդիմադիր մի քանի բլոկ է պետք։ Այո, անդիմադիր մի քանի բլոկ է պետք, բայց շատ տեղին է պետք եւ տրամաբանված բլոկներ են պետք, որպեսզի կարողանան ակնկալել հաղթանակ իրապես։ Եկեք
Պարզ թղթի վրա, ինչպես ասում են, ես էլ ասում եմ թուղթի չեք ուզել, պարոն Գասպարյան, որպեսզի ներկայացնեք։ Որպեսզի ներկայացնեմ, տեսեք, խնդիրը հետևյալն է, որ մեր դաշտը ընդհանրապես հայկական եւ հայաստանյան մասնավորապես քաղաքական դաշտը, եթե մեծ հաշվով փորձենք սեգմենտավորել, ապա 3 դաշտի կարող ենք բաժանել, հա։ Ազգային պետականամետների դաշտ։ Այո։ Լիբերալ աչերի դաշտ, որը թեև գաղափարախոսական առումով այդքան էլ ձևավորված չէ, բայց ձգտումները, նպատակները հաշվի առնելով այդ դաշտն է։ Այս դաշտում ի դեպ գործում են Հայաստանի արտարադատության նախարարությունում կարծեմ 130-ից ավելի գրանցված կուսակցությունների 125-ից ավելին։ Այսինքն մեծ հաշվով բոլորը գործում են այս լիբերալ դաշտում, այո։ Եթե կուսակցությունների օպտիմիզացիայի գնանք, մենք այստեղ բազագույնը կարող ենք 90%-ով մաքրել այս կուսակցություններին, այո, 2-3 կուսակցություն կմնա լավագույն դեպքում, որն էլ ընդ որում որոնցից մեկ կարող է լինել լիբերալ պահպանողական, որը որոշ ազգային, այսպես սեգմենտ կա մեջը, մյուսը լրիվ ծայրահեղ լիբերալ, որի տնտեսական մանիֆեստը կամ քաղաքականությունը այդպես էլ չենք հասկանում, ասել կուզեի գաղափարախոսական առումով ձևավորված չէ դաշտը, բայց երկրորդ բլոկը, որը ավելի շատ սոցիալ-դեմոկրատիայի մոտեցումների առումով, հա, այդպիսի ցանկություններ ունի, պետության քիչ թե շատ ակտիվ ներգրավվածությունը տնտեսական գործընթացների եւ հանրության սեփականությունը հանդիսացող, հա, գործիքակազմի առումով եւ ազգային դաշտը բնականաբար այստեղ, որ խնդիրը դրել ազգային նպատակների իրականացում, պետության հզորացում։ Այսինքն 4 ուղղություն են։ Դուք այդպես եք տարանջատում, այո, այո։ Հիմա տեսեք, եթե թվերով փորձենք մոնետիզացնել այս ամբողջը, ապա կստացվի հետեւյալը, որ այն դաշտը, որտեղ ընդդիմությունը խաղում է, 30-ից 40%-ի սահմաններում, որովհետեւ մենք այստեղ մոտավորապես 40% էլ ունենք աճ դաշտում, հա, եւ պրոիշխանական, եւ չգիտեմ ինչ նրանց սատելիտների եւ այլն։ Արանքում մնում է մոտավորապես 20%, դա էլ պայմանական ասում ենք չկողմնորոշվածների կամ վերջին պահին ներողություն, պարոն Գասպարյան, այսինքն ընդդիմադիր դաշտը խաղում է 30-ից 40%-ում։ Այկար օրինակ տեսակետ եւ վերլուծություն, որ իշխանություն, ընդդիմություն մեկտեղված են 40% դաշտում խաղում ընդհանուր առմամբ։ Այսինքն մեր բնակչության հետաքրքրվածությունը քաղաքական գործընթացներով մաքսիմում կազմում է 40%, որի մեջ տեղավորվում է եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Տեսեք, քվեների առումով չասեմ, բայց եթե 100%-ը մենք ընդունենք որպես փաստ, այսօրվա իշխանության իրական ռեյտինգը մոտավորապես 25%-ի շրջանակն է, 20-ից 25-ի, 23-ից 25-ի սահմաններում, սրան բնականաբար գումարվում է վարչական ռեսուրսի օգտագործումը, 10-ից 15%, այսինքն 35-ից 40% ինքը տեղավորվել է այս դաշտում։ Ընդդիմադիր զանգվածները մեծ են, կա նաև մենք, որ ասում ենք անտարբեր կամ չգիտեմ, չի կողմնորոշում եւ այլն, դա չի երևա մինչեւ քարոզարշավի օրը։ Քարոզարշավը կգա կախված Բայց քարոզարշավով դա երևում է, պարոն Գասպարյան։ Իհարկե երևում է, թե դու ինչպես ես աշխատում այդ մարդկանց հետ։ Շատ լավ, իրենք կարող են քարոզարշավին էլ ականջալուր լինել, ակնդիր լինել, բայց հետո որոշեն մեծ մասը ասեն, որ մենք չենք ուզում մասնակցենք, այսինքն անտարբեր խավը անկախ ամենից Հայաստանում շատ նկատելի է։ Մեր խնդրեմը հենց դա է, պարոն Գասպարյան։ Տիկին Արաքելյան, բոլոր post-կոնֆլիկտային, հետկոնֆլիկտային երկրներում այդ խնդիրը կա։ Այնպես չէ, որ դա միայն մեզ է, հա, մեծ հաշվով, եթե ընդդիմությանը հաջողվեց այս ընթացքում, եթե մեզ հաջողվեց դռնե դուռ ընկնել, գյուղից գյուղ գնալ եւ մարդկանց խրախուսել մասնակցել այս ընտրությանը, եւ եթե մենք կարողանանք 1.4 կամ 1.5 միլիոն մասնակցություն ապահովել այս ընտրություններում, իշխանությունը տեղում կկապիտուլացվի, Մեր խնդիրը հենց բարձր մասնակցությունն է այս ընտրություններում։ Այսինքն, եթե 1.2 միլիոնի վերջին տվյալներն եմ ասում, 21 թվականի հունիսի ընտրություններին 2.4 էին, չէ՞։ Ընտրություններին մասնակցել 1.2
1.2-ից 1.3-ի միջակայքում է եղել կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց եթե մենք կարողացանք 100-150 հազարով ավելի կամ 200 հազարով ավելի մարդկանց դուրս բերել, այո, տնից եւ մասնակցեն, ընտրության այդտեղ հաշվարկները կփոխվեն։ Եվ այստեղից բնականաբար ձայն հարց չառաջանա, թե տարբեր միավորումներ մասնակցում են ձայն փոշիացնելու եւ այլնի համար։ Դեռ վաղ է խոսել խոշոր ընդդիմադիր միավորումների ձևավորման մասին, որովհետեւ գուցե նախաբանակցային կամ այս նախավարժանքային այս փուլում դեռ հստակ բան չէ։ Ես կոնկրետ գիտեմ տարբեր ուղղություններով ինչ բանակցություններ են գնում, բայց այս 30-ից 40%-ը, որ նշեցի, որ ընդդիմությունը աշխատում է, մեծ հաշվով նույն սեգմենտն է։ Աբրահամ Գասպարյանը սոցիալիստ է կամ ընկերվարական է իրեն համարում, Հռիփսիմե Առաքելյանը համարում է պահպանողական, բայց մեր երկուսի խնդիրը պետք է լինի օրակարգի շուրջ կոնսենսուս ձևավորելը։ Եթե մենք օրակարգից շեղվում ենք եւ սկսում ենք մտնել այլ դաշտ, մեր հակասությունները այդտեղ ավելի ընդգծված են լինում եւ խորանում են։ Հիմա եւ չենք էլ հաջողում։ Ամբողջ խնդիրը հենց այն է, որ պիտի լինի օրակարգ մեկ խնդրով եւ պետք է հստակ ասվի 3 կամ 4 բլոկ է ձևավորվում ընդդիմադիր գաղափարախոսական ընդգծված տարբերություններով եւ հանրության դատին է տրվում ասելու, որ մենք սրանք ենք, ունենք մեկ խնդիր, մենք իրար կոկորտ չենք կրծում, իրար ստատուսներով Facebook-ում կամ չգիտեմ չենք մորթում, չենք հալածում, մեր խնդիրը սա է, հունիսի 8-ին մեր աչքերը բացել որակապես այլ Հայաստանում, որտեղ չկա այս գործող իշխանությունը։ Պարոն Գասպարյան, հիմա ձեր Genesis ուղեղային կենտրոնը եւ նաեւ ձեր թիմը, որը այնտեղ առկա է, ինչ ճանապարհ է ворթեգրել, որ պետք է գնա եւ դուք որ այս ձեր նշած որ բլոկում եք ձեզ տեսնում, ձեր գործունեությունը ծավալել։ Երկար ժամանակ մեդիային մենք չենք բացահայտել, չենք խոսել, ես անձամբ նաև էկրաններին շատ չեմ եղել, որովհետև զբաղվել եմ այդ բանակցային process-ներով, որը շարունակվում է։ Առաջիկայում բնականաբար հայտարարություն կլինի մեր կողմից, անձամբ իմ կողմից, ասել եմ, որ ակտիվ մասնակցություն պիտի լինի։ Խոստացել եք, պարոն Գասպարյան։ Այս ընթացքում շատ ակտիվ է եղել, այո, էկրաններից չի երևում, բայց պարտադիր չի ամեն ինչ էկրանին երևա։ Մեր խնդիրն էր մինիմումի հասցնել, նվազագույնի հասցնել ներընդդիմադիր շրջանակներում, գոնե ազգային պետականամետ եւ պրոգրեսիվ դաշտում գտնվող ուժերի միջև ակնհայտ հակասությունները, գոնե դրանք մեկ կողմ թողնել եւ մեզ հաջողվել է մեկ սեղանի շուրջ համախմբել մեր տեսակին, մեր գաղափարախոսական եւ քաղաքական նպատակներին մոտ գտնվող նույն գալակտիկայում գտնվող ուժեղ բլոկի ականատես կլինենք։ Ուժեղ կլինի, չի լինի, կտեսնենք մեր աշխատանքից է կախված սովորաբար։ Եվ երբ եք նախատեսում հրապարակել, խոսել դրա մասին, առաջիկա 10 օրվա ընթացքում արդեն ֆորմալիզացված ձևով կլինի հայտարարությունը։ Ուզում եմ ասել Տիկին Առաքելյան, որ իրապես կատարվել է մեծ աշխատանք։ Ես որ մեր զրույցի սկզբում նշում էի բարդ է, սա շատ բարդ է, որովհետև մի բան է դու շուկայական տրամաբանությամբ առաջնորդվես եւ այս պահի համար ինձ, լավ լինի եւ այլն, մեկ բան է ընդհանրապես հեռանկարը փորձես տեսնել, որովհետև հունիսի 8-ից հետո մենք իրար պիտի չմորթենք։ Հունիսի 8-ից հետո մենք դարձյալ ապրելու ենք մեր երկրում եւ մեր երկիրը շնացնելու համար պիտի աշխատենք եւ այստեղ խնդիրը այն չէ թե այս պահին շատ կոպիտ եմ ձևակերպում Տիկին Առաքելյանը ցուցակի որ համարում կլինի առհասարակ ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես այսօրվա այս իրողությունների մեջ, պարոն Գասպարյան, նույնիսկ վիրավորական է, երբ մարդկանց կողմից կարող ես լսել այդ ցուցակի կռիվը, գիտեք, որովհետև մենք նենց ճգնաժամի մեջ ենք հայտնվել, անդունդի եզրին չենք, ընկել ենք արդեն, անդունդում ենք եւ ասենք մտածել, որ գնալ ստանալ մի քվե եւ լինել ընդամենը падգամավոր եւ դրանից զվարճանալ եւ ուրախանալ, սա ուղղակի կներեք, բայց սրիկայություն է։ Զուտ այդ համատեքստում էլ ուզում եի ասել, որ ակտիվ զբաղվել դեռ չի նշանակում էկրաններին եւ պաստառներին լինել, որովհետեւ միգուցե ավելի լավ է։ Մեր խնդիրը հունիսի 8-ին իրավիճակ փոխելն է եւ մինչեւ այդ իրավիճակ փոխելն է։ Մեր խնդիրը ոչ թե անհատակենտրոն
անձապաշտ, անհատապաշտ մոտեցում ցուցաբերելն է եւ ցույց տալ, որ տեսեք, ինչքան ծափ են տալիս Փարքաստո, ես այդ ճանապարհը անցել եմ, ծափերն եմ տեսել, էկրաններ եմ տեսել 25 տարվա ընթացքում, որովհետեւ խնդիր կոմպլեքս չունեմ այդ իմաստով։ Այդ իսկ պատճառով առաջիկա 10 օրվա ընթացքում կլինի հստակ հայտարարություն, կլինի շատ ավելի ինտենսիվ աշխատանք մեր հանրության տարբեր շերտերի հետ, ոչ միայն մայրաքաղաքում, նաև մարզերում, մեր ընկերների հետ միասին, մեր գաղափարակիցների հետ միասին, եւ խնդիրը մեկն է՝ ամսի 8-ը առանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Սա պետք է լինի։ Ուրիշ տարբերակ մեզ համար չի եղել եւ մենք բանակցությունների մեջ մտնենք բացառապես այդ նպատակով։ Գիտեք ինչ, եթե մենք սկսենք գաղափարախոսական վեճերի մեջ մտնել, մենք տեղ չենք հասնի։ Բայց մենք այդ հայտարարությունը որ պիտի անենք, դուք տեսնելու եք, որ ասիմետրիկ լուծումների են գնացել, որովհետեւ եթե խնդիրը դիտարկում ես գոյաբանական ընտրության տեսանկյունից, դու չես կարող սիմետրիկ լուծումների գնալ։ Այս իշխանությունը ամեն ինչի սովոր է։ Հիմա սիմետրիկ լուծում չկա, ամեն ինչը ասիմետրիայի մեջ պետք է դիտարկել։ Այսինքն նույնիսկ եթե ես եւ դուք դիցուկ trip-ի հարցում ունենանք տարբեր մոտեցումներ, կամ ներքին քաղաքականության վերադասավորումների, կամ պետության կարգի, պետության ձևի, կառավարման ձևի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, մենք այդ ամբողջը պիտի կոնսերվացնենք, մի կողմ դնենք եւ զբաղվենք բացառապես այս հարցով։ Այո։ Միայն այդ դեպքում է եղել հնարավոր մենք այսքան առաջընթաց ունենանք այսքան ժամանակ։ Ես ձեզ ասում եմ 8 ամիս դուք համարեք 1 տարուց ավելի, որովհետև այդ բանակցությունները հենց այնպես չէ լինում։ Եկեք սուրճ խմենք, պայմանավորվեցինք, ուրեմն գնացինք։ Այդտեղ մեխանիզմներ գոյություն ունեն, որովհետև դուք ամեն դեպքում կարողացել եք գալ կոնսենսուսի այն մարդկանց հետ, այն քաղաքական հանրային գործիչների հետ, որոնք ձեր հաղորդման սկզբում նշած տրամադրության մեջ են, այսպես ասած, կարողանում են քաղաքակիրթ պայմանավորվել, հա, գրավոր ձևով եւ այլն, եւ դուք գաղափարական համախոհություն եք գտել միմյանց մեջ։ Այո, որովհետեւ կարմիր գծեր գոյություն ունեն, 2 կարմիր գիծ ասեմ, մնացած ամեն ինչի մա յուրաքանչյուր կազմակերպություն կամ քաղաքականապես պատրաստված կառույց կարող է 10 կարմիր գիծ ունենալ։ Մենք այդ կոնսենսուսը ձևավորել ենք, որ 2 կարմիր գիծ պետք է լինի։ Առաջին կարմիր գիծը, որ իրար լքել չկա, ճամփի կեսին։ Ճամփի կեսին, հա։ Չի լինում այդպես, Տիկին Արաքելյան։ Ես պիտի իմանամ ում հետ եմ եթե ճանապարհ ենք գնում, պիտի հասնենք ակետից մեկետ։ Չի լինում այդպես։ Հիմա դու հայտնվեցիր խորհրդարանում, դիցուկ Աստված մի արած այս իշխանությունը վերարտադրվեց, բերեց մի օրինագիծ, որտեղ քո խմբակցությունը որոշում է դու դեմ պիտի քվեարկես, իսկ մի դեղնակտուց շատ ներողություն վերակեն չի լինում, ես մանդատս պիտի պայեմ, ունենք խորհրդարանում, չէ, լիքը այո, ունեցանք, այո, հա։ Սա կարմիր գիծ է մեզ համար։ Դա կարմիր գիծ է, բայց երբեք երաշխիք չունենք։ Ոչ մեկ երաշխիք չունի, ոչ մի բանի, սկսենք այդպես։ Մենք շատ լավ, մենք այնպիսի բաներ ենք տեսել, պարոն Գասպարյան, այնպիսի բաներով ենք անցել։ Սրա հակազդող միջոցներն էլ կան, էլի, այնպես որ դուք քարոզչության եւ մեդիայի դաշտում եք, շատ լավ գիտեք, 30 տարվա փորձ ունեք նվազագույնը, գիտեք։ Եվ երկրորդ կարմիր գիծ։ Կարմիր գիծը կարող ենք ցույց տալ որտեղ է։ Այո։ Եվ երկրորդ ամենամեծ կարմիր գիծը, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չպետք է լինի հունիսի 8-ին Հայաստանում իշխանություն։ Աստված ձեր ձայնը լսի, պարոն Գասպարյան։ Ես կարող եմ արթնանալ այդպիսի Հայաստանում մի օր տեսնես։ Մենք բոլոր նրանք, ովքեր ազգային տեսլական ունեն եւ իրենց կյանքը փորձում են իմաստավորել ինչ-որ բանի համար, ոչ թե պարզապես ուտել, խմելու, արթնանալու եւ աճույքներից օգտվելու։ Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ նայել են իրենց բարեկամի, իրենց հայրենակցի, զոհված զինվորի ծնողի աչքերին, իրենք պետք է շատ լավ գիտակցեն, որ կքանիստ դիրքով ոչ մի հաջողության չես հասնելու։ Իհարկե կա շատ լուրջ զանգված, որը համարում է, որ ինչ տարբերություն։
Կքանիսն էլա, նիստը։ Նիստը։ Հանձնաժողովի նիստը, թե սովորական նիստը, թե կքանիստը։ Բայց ես ոչ թե սին հույսեր եմ պայփայում։ Հիմա բոլորը կասեն, չէ, սա էլ է իշխանության կիրառած տեխնոլոգիաներից մեկը։ Բոլորն էլ նույնն են, ոչ մեկը մյուսից տարբեր չի։ Դա ինչու է։ Ես շատ զայրանում եմ այդ Ինչ է նշանակում բոլորը նույնն են։ Այո։ Ես եւ կզածը չեն կարող նույնը լինել։ Իհարկե։ Ես եւ իմ հեռանկարը իմ պետության հետ կապված, իմ ժողովրդի վերահսկի հետ կապված չի կարող ասոցացվել հորիզոնական շրջափակման տակ գտնվող մարդու մտածողության դիմը ինչ տարբերություն համար կասի Բաքվից կգա, Անկարայից կգա, թե Ռուսաստանից ինձ համար դրանք նշանակություն ունեն տարբերություններ կան եւ ինձ նման 100,000-ավոր հայրենակիցների ես վստահեցնում եմ ձեզ ինձ թվեր մի ասեք 21 թվականն այսպես վիճակը փոխվել եւ վիճակը փոխելու եւ սրելու հարցում մենք շատ բան ունենք անելու քարոշչական իմաստով մեր հայրենակիցների հիմնականը պարոն Գասպարյան քարոշչականն է իհարկե որովհետև մեր մարզերում այդ քարոշչության խնդիրը ընդդիմությունը չի կարողանում բայց ոչ կեղծ քարոշչություն կեղծ չէ քարոշչություն հակառակը ներկայացնելու իրական փաստերը մեկի Հայաստանի տակից այս մեր խեղճ ժողովրդին հանելու խոսքը սրա մասին է այ մեր խնդրեմը իրապես քարոշչության մեջ է որ մենք չենք կարողանում հասնել մարզեր ճիշտ մարզերում այնպես չէ որ տոտալ վստահություն կա գործող իշխանությանը կա խնդիր ռացիոնալ այլընտրանքի բացակայության բայց գիտեք պետք է կարողանալ այդ ամեն դեպքում հանրային հեռարձակողները անելիք ունեն եւ հանրային հեռարձակողների մեջ հանրային հեռուստատեսությունն է հաջորդը կենտրոն հեռուստատեսությունն է որը ես կարծում եմ եւ ակնկալում եմ որ պետքա կարողանա նորմալ գործ անել, որտեվ հանրային հեռարձակող է եւ ամբողջ հանրապետությունն է նայում։ Դե մյուսն էլ շանթն է, նրանք ինձ համար արդեն հստակ են ինչ ուղղությամբ են, բայց եւ վաղուց։ Շատ վաղուց։ Ես կարող կարելի ասել նախկին իշխանություններից սկսած, ոչ թե նոր։ Եվ այս սրա մասին եմ խոսում, պարոն Գասպարյան, տեսեք դուք էլ նաեւ տնօրինում եք որոշակի լրատվամիջոցի, որը բավական ակտիվ է, ABC մեդիան, ամենուր է, ամենտեղ է, հա, հենց մեդիա հաբը, տարբեր լրատվական հարթակներ, ինտերնետային տիրույթում գործող, բայց միևնույն է, մենք հանրային հեռարձակման հարց ունենք եւ պետք է կրկնակի կարողանան կոնսոլիդացնել մեր ուժերը, որ այդ այո, դա հնարավոր է, բայց պետք է կարողանալ ջարդել այդ աղբը, որը լցվում է մեր հայրենակիցների գլխին եւ նրանք մտածում են, որ այդպես երջանիկ Հայաստանում են ապրում, ամեն ինչ լավ է։ Մեր այցելությունների ժամանակ մարզեր Սյունիք բարբերաբար որ այցելում ենք։ Մեդիա թիմը բնականաբար առանձին է գնում, մենք մեր քաղաքական հանդիպումներով գիտեք տգիտության մակարդակի է հասնում ինֆորմացիոն այն հոսքերի տակ մնալու պատճառով էլի որ մարդկանց թվում է որ մեղրին X-ն է հանձնել դեռ, հա? Դե հենց սա եմ էլի ասում։ Այսինքն այդ ամբողջը ես կարծում եմ որ տեսեք մեր ժողովրդի զավակները հիմար չեն։ Եվ հիմարը այն իշխանություններն են, որոնք մեզ հիմարի տեղ են դնում առհասարակ եւ փորձում են դա մատուցել որպես ապրիորի ճշմարտություն։ Մարդկանց մի զգալի հատված կա, գուցե հուսահատությունից դրդված է նաև նման քայլի գնում, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այո չեն ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ այդտեղ։ Հիմա շուռուխի մասին որ խոսեմ, պիտի ասեն ինչ հիշեցիր։ Շուռուխ մինչև այս վերջին դեպքերը որ մի պետական պաշտոնյաներ այցելել Տիկին Արաքելյան։ Ճիշտն ասած չենք էլ իմանում, որ շատերը չգիտեին, որ այդպիսի գյուղ կա։ Ոչ միայն մարդկանց։ Քո պետական ապարատի 99%-ը չգիտեր, որ Շուռնուխ անունով գյուղ կա, որտեղ կա այս վարչական միավորման մեջ է մտնում եւ այլն։ Հիմա կանգնել եւ ասել մենք տեր ենք Շուռնուխին։ Մի տեսակ դիսոնանս է առաջացում, որովհետև նախ դու ինքդ պիտի ընդունես, որ սխալվել ես, այո սխալվել ես, որովհետև քաղաքացուն անտեսել ես, որովհետև դու իր մատից փուշ չես անել։ Իսկ
իշխանության քարոզչական այսպես կոչված հնարամտությունը որտեղ է, գնում է նույն այդ գյուղացուն հասանելի լեզվով, թե ես հավատում եմ, որ մեր գյուղացին շատ ավելի իմաստուն է, անկախ փաստից կրթություն ունի, թե ոչ։ Ինքը շատ ավելի իմաստուն է։ Գնում է հետը բաժակ է բարձրացնում։ Իջնում է շատ էժանագին մակարդակի։ Մեր գյուղացու մակարդակը դա չէ։ Դա չէ Տիկին Առաքելյան, բայց ինքը ստիպում է նաև դիմացինին իջնել նշածողից կամ շրիշակից ցածր բաժակ է բարձրացնում ամբարո արտահայտություններով բնութագրում է այսպես կոչված նախկիններին, որպեսզի կարողանա այդ մարդկանց իր շարքերը համալրել։ Այս ամեն ինչին սիմետրիկ լուծումներ չկան, իմ ասածը հենց դա էր, որ մենք ասիմետրիկ լուծումներով ենք գնալու։ Հիմա տեսեք, բայց երբեք ու երբեք մեր արժեքային կրեդոն վաճառքի չէ։ Չէ, եթե արժեքային կրեդոն պետք է վաճառքի դրվի, ներողություն էլ ինչով մենք տարբերվում նրանցից էլի, սա է ամբողջ հարցը։ Տեսեք, երեք ինչ տեղի ունեցավ, ես ուզում եմ երեկվա թարմտեղեկության այդ ֆոնին մի փոքր ձեր տեսակետը լսել եւ նաեւ եկեղեցու թեմայով անպայման անցում անենք եւ եզրափակենք հետո պարոն Գասպարյան։ Սա այդ քարոզչական մելիզմները, մեխանիզմները փորձեց երեք նաեւ կիրառել, առավոտ կանուխ արթնացավ ու ասաց, որ Սիրելի ժողովուրդ, հարգելի տատիկներ եւ պապիկներ, ես բարձրացնում եմ կենսաթոշակը։ Ես ուղղակի մի դիտարկում եմ ուզում անեմ եւ պարոն Գասպարյանն էլ կհաստատի եւ կշարունակի, որ երբ 2026 թվականի բյուջեն հաստատվում է, ընդհանրապես այդպես է։ Դու պետք է ներառես քո ծախսերը, շատ պարզ եմ բացատրում։ Դու պիտի իմանաս, թե 26 թվականին ինչ ծախսեր ունես անելու եւ մենք բոլորը շատ լավ հիշում ենք աշնան բյուջեն, երբ որ դեկտեմբերին քննարկվում էր, այսպիսի բան նախատեսված չէր, որ պետք է թոշակները բարձրացվեր, այն պարագայում, որ կար այդ պահանջը, որ չի կարելի, նույնիսկ ինքն էլ անդադ ասում էր 10,000 դրամ բարձրացնեմ, ինչ անեք։ Պիտի տանեք հոսանքի փող տակ, էս անեք, դեղի տակ, ինչն է դա պետք չէ, այսպիսի լկտի ամբարտավան արտահայտություններ։ Օրվա երկրորդ կեսին Վիոլա ջուրը առավոտյան հայտարարել էր, որ ջուրը պետք է Երևանում գրաֆիկով լինի եւ կառավարությունը միջամտեց եւ Վիոլա ջուրը ասեց, թե որ դուք sense բան եք ասում, ինչ գրաֆիկ, նորից 24 ժամյա։ Այս խայծերից եմ ուզում խոսենք, պարոն Գասպարյան, ինչ է սա եւ մեզ առաջիկայում շատ է սպասվում sense շատ անհեթեթ քարոզչություն եւ նաեւ հարկատուներից վզին նոր բեռ ու ծախս դնելու պարտադրանքներ։ Ես երեք կարծեմ Վարդան Արամյանի ստատուսը կարդացի, որտեղ շատ հետաքրքիր դիտարկում էր անում, բացի այս քարոզչական խնդիրներից, որ վայն է եկել այն կառավարությանը, որը այդ բեռի տակ մտնելու է 10,000 դրամով թոշակները բարձրացնելու, այն դեպքում է, որ դու բյուջեով այսինքն օրենսդրոր են ամրագրելու հնարավորություն ունեիր, հիմա որտեղից պիտի բերես այդ փողերը։ Ստեղից ընդեղից պիտի ճանկի բերի, էլի բնականաբար, կամ հերթական վարկը պիտի վերցնեն։ Եվրամիությունը 200 միլիոն է տալիս, քարոզչականից ոնց է կերակրելու, մարդկանց ոնց է տալու, այս բոլորը հարցեր են, Մարդիկ չեն պատկերացնում։ Չհամակարգված ապուշ շարժումներ անելով պետություն չես կառավարում դու կամ ինչ է քո խնդիրը որն է այդ թոշակառուներն ասել որ 10,000 ավել եմ տալիս եկեք ձայն տվեք որ եւս 5 տարի 10 ամենանվազ գումար շեմ ստացողներն են։ Այն մյուսներինը կարող է լինել 2-ից 5,000-ի կարգի, այդպես ոչ ավել։ Սա էժանագին երեխայական Եվ արդեն այն որ ասում են, անցնենք գիտականից, ժողովրդական կուտ չուտող հերթական հիմարությունն է, որով փորձում են 3 բլոկով են աշխատում, 3 սեգմենտի վրա են աշխատում։ 3 սեգմենտի վրա։ Ես ձեզ ասեմ 4-րդը առաջիկայում լինելու է։ Ուսանողության շերտի վրա են խաղալու դարձյալ։ Լավ։ Թոշակառուներ, զինծառայողներ Տեսեք ամենամեծ պոպուլիստական քայլը չէ, որ այնպիսի բաներ արել, որ դու նույնիսկ չես կարող որևէ արտահայտություն թույլ տալ քեզ։ Մի կողմից, եթե դու նորմալ պետություն լինեիր, որ անվտանգային սպառնալիքների տակ չէր, կնդիմանայիր բնականաբար կամ նորմալ կտանայիր, կասեր, որ պետք է իջեցնել, բայց մյուս կողմից հիմա կանգնես ասես, այս նախընտրական շրջանում նման թեմա, որ քննարկում ես, նպատակդ ո՞րն է։ Դու պետության անվտանգության խնդիր չես լուծում, դու քվեների հարց ես լուծում։ Այո։ Սա երկրորդ խնդիրը, ուրեմն թոշակառուներ, զինվորականներ, հասարակության լայն շերտ, որտեղ ինքը պիտի հերոսանա, ջուրը։ Այսինքն ջուրը կտրում էին,
տնային տնտեսուհիների դաշտը մտել, տեսեք որտեղ։ Չելավեք պաուկը եկավ դրկեց։ Նույնն էլ Էրդողաններ ան, ինչ տարբերություն, կամ իրենց այն նախարարը կա մի ժամանակ, որ կամուրջից գծվողներին այո, հիշվեք, այո։ Հետո բան հերոսացնում էին եւ չորրորդը ուսանողությունն է լինելու։ Այսինքն այս 4 սեգմենտների վրա սոցիալական ամենամեծ շերտերը ունեցող, հա, թվակազմով։ Այդպես պոպուլիստական քայլեր լինելու են, պոպուլիստական հայտարարություններ լինելու են, եւ կարծում եմ, որ մեդիայի թիվ 1 խնդիրը այս ամենը ծաղրելն է։ Պիտի ծաղրես։ Դու չես կարող լուրջ ընդունել եւ քննարկել այս թեման։ Պիտի ծաղրես, որովհետեւ երբ մենք խոսում ենք ասիմետրիկ քայլերի մասին, դու իր գծած խայծը, տեսեք, այս թեմաները դրեց շրջանառության մեջ։ Իսկ այսօր ով է խոսում Մյունխենի անվտանգության 62-րդ գագաթնաժողովում Իլհամ Ալիևի հերթական հայտարարության մասին։ Ոչ մեկ։ Ով է խոսում, որ Հայաստանի սահմանադրությունը կփոխվի, նոր կորոշենք, ձեզ հետ կկնքենք, թե ոչ։ Ով է խոսում վարկյան առ վարկյան այս պահին Ժնևում ընթացող Օմանյան ղեկավար միջնորդությամբ, հա, Ամերիկա-Իրանյան բանակցությունների հնարավոր հետևանքների մասին, թե գիտեք միայն պաշտպանության Դամոկլյան սրի պես Իրանի խնդիրը մեր գլխին է կախված։ Պաշտպանության նախարարին ուղարկել եք Իրան, որպեսզի ասեք, որ ոչ մի բան չի լինի ու ձեզ չեն հավատա։ Դուք եք լուրջ այդ մեսիջը, որ պետքա փոխանցեք Իրանի նման պետությանը։ Ով է խոսում այդ ամեն ինչի մասին։ Անցած շաբաթը իհարկե խոսում է մամուլը, բայց այսպիսի պոպուլիստական հայտարարությունները ծածկում են այդ կարևորագույն վերլուծություններն ու տեղեկույթը առհասարակ։ Անցած շաբաթ ինչով զբաղեցրին։ Ինչ որ հայտնի մականվամբ կնոջ, որի պաշտոնը իր կինն է, Զաքս գնացել են թե ոչ։ Այդ գնացել են, չեն գնացել, դուք հասկանում եք դաշտը ինչպես են մոնոպոլիզացրել այդ իմաստով եւ հիմարացրել, ուղղակի հիմարացրել այդ անհեթեթ անապուշ տեղեկություններով եւ սա շարունակվելու է Տիկին Արաքելյան կամ այդ սրտիկներով անընդհատ հասկանում եք, բայց դրան զուգահեռ պարոն Գասպարյան մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցու նկատմամբ այս խայտառակ հետապնդումները նոր թափ են ստանում, շարունակվում են Եվ տեսնում ենք, որ արդեն հարևան պետությունները այս պարագայում նաև արդեն ուղղակի կերպով են փորձում միջամտել այս գործընթացներին, ցավով եմ արձանագրում, բայց Պոլսի պատրիարխի հայտարարությունը կարծես թե նաև դրա փոքր մեսիջն էր, իհարկե, այսպես շատ պարս տողերով գրված չէր, բայց տողատակերից ես թուրքական հոտ առա, եւ ես գիտեմ, որ ես չեմ սխալվում Եվ դրան զուգահեռ քաղբանտարկյալներ, սրբազաններ դատապարտված եւ միանշանակ նոր ակնկալիքներ, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կարող են ավելի սաստկանալ։ Ինչ եք տեսնում այս մասով, պարոն Գասպարյան, ինչ եք պատկերացնում եւ լուծումները որոնք են։ Պաշտպանությունը որն է այս պարագայում։ 3 համազգային ինստիտուտ, որոնց նկատմամբ վարվել է անցած 8 տարվա ընթացքում սիստեմատիկ համակարգված հետևողական քայլեր ջարդելու այդ ինստիտուտները։ Հայ առաքելական եկեղեցի, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ երրորդ ազգային ինստիտուտներ Սփյուռքի հետ կապված։ Այս 3 ինստիտուտները հետևողականորեն քանդելու աշխատանք է կատարվել, ընդ որում ոչ միայն Երևանից։ Ու գլխավոր շահառուն բնականաբար։ Ես կարծում եմ, որ հենց Երևանն էլ չի եղել դրա հիմնական շահառուն։ Այո, իրեն ասել են սականես, նա եղել։ Սականես այսպես կարվի եւ այլն։ Հիմա հաջորդ փուլում սա պետք է անել։ Հետո պետք է, չգիտեմ, կեղծ հոգեվորականներին պետք է տարանջատել, հետո սա անել, դա անել։ Հրաշալի են աշխատում։ Այս ձեռագիրը ինձ մի քանի կոնֆլիկտային երկրներում ամբողջությամբ հիշեցնում է, դուք էլ արևելագետը գիտեք այդ ամբողջը։ Ինչպես է դիմադրում եկեղեցին այս ամենին։ Սառնասրտորեն եւ մզզցնելով։ Էդգար Ղազարյանը մի լավ բան էր մոտս ասել, ասում է դուրս գալիս է, որ ճանճի փայտով այսպես վեհափառ հայրապետը, ասենց պարբերաբար թեթև այսպես բաներ է անում ու ինձ շատ պատկերավոր ասեց, իսկապես այսպես խոհեմության, լռության եւ վեհության մեջ եկեղեցին իր քայլերն է անում դանդաղ անշտապ, բայց նպատակային։ Ես այդպես եմ տեսնում ամեն դեպքում։ Եկեղեցին
Միայն վեհապարոջը։ Ես ասում եմ եկեղեցին։ Եկեղեցին 1725 տարվա խոր արմատներ գծած ավանդույթներ ունեցող կառույցը, որը աշխարհի, հայկական աշխարհի, հետաքրքիր մի բան ասեմ, թե ասեմ ցանց առաջ, թիմեք հետախուզական կառույցն է։ Լավ, հիմա դուք այդ ասում եք, պարոն Գասպարյան, առանց էլ Թոմատացեն։ ինչ ասես, ասում են մեր Ինչու՞։ եկեղեցին, ասում են KGB-ի գործակալ են։ Դե արի սրանց բացատրի, որ դուք ուրիշ բան նկատի ունեք, ոչ թե KGB։ Այդ բոլոր մարդկանց ասում են KGB-ի գործակալ են։ Ես չեմ, ինչի հետախուզություն բառը լսում են, միանգամից։ Բայց դուք իրենց ուղեղի, ասենք, ծավալի մասին այդպիսի մեծ լեգենդ ունեք։ Երբեք չեմ կասկածել, նույնիսկ չեմ համարձակվի ոտ գցել։ Չէ, սրանց ԿՊՇ-ներին եմ ասում, այդ ծավալը པարզ չի, որ պիտի ասեն, հա, էսա Աբրահամ Գասպարյան ասում է հետախուզական, ուրեմն մի բան գիտի, էս էլ այդ նույն բանը, ագենտուրայի կազմի։ Աշխարհում երկրորդ այս իմաստով զուտ ժամանակագրական, որովհետև մենք 301 թվականն ենք, 301-3 թվականն ենք ընդունել քրիստոնեություն որպես պետական կրոն։ Այդ իմաստով երկրորդ ամենահզոր հետախուզական կառույցը աշխարհում Վատիկանն է։ Հիմա Վատիկանն էլ է, չէ՞, KGB-ի։ Բոլորը KGB են։ Ես ոչ ուզում եմ խոսել 37 թվականի ռեպրեսիաներից հետո կամ հենց այդ տարիներին ստալինյան տարիներին եկեղեցու նկատմամբ կատարվածի մասին, բայց ուզում եմ ընդամենը 1828-ից հետո, հա, այդ հայկական մարզի ձևավորումից հետո մեծ հաշվով հայ եկեղեցի ցարական Ռուսաստան հարաբերություններից ընդամենը մեկ օրինակ բերեմ։ Խնդրեմ, ահա։ Մենք ներսես աշտարակեցի ենք ունեցել։ Այո։ Ցարական Ռուսաստանն իր ամբողջ հմայքով եւ դեռ Ղրիմի պատերազմ չմտած, բայց ընդլայնման իր այդ քաղաքականության տարիներին ամեն կերպ փորձեց ջարդել հայ եկեղեցին որպես հայության միակ օրինական եւ ազգային կառույցի, ինստիտուտի եւ ինչ եղավ ցարական Ռուսաստանի ամբողջ դիվանագիտական անձնակազմը դրսում, հա, դեսպաներից սկսած մինչև արտգործնախարարություն այդ ժամանակ անընդհատ ցարին նամակներ էին գրում, որ կամ մի հատ կարմիր գիծ մի կպի դա եկեղեցու գագաթն է, չդիպչես դրան։ Եվ հետագայում երբ մենք տեսնում ենք նույնը կրկնվեց 100 տարի հետո հայ եկեղեցու կալվածների գրավման ժամանակ եւ ցարական Ռուսաստանի նման, հա, պետությունը այդ ժամանակ հասկացավ, որ չի կարելի ձեռք տալ։ Այո, այդտեղ տարբեր մոտեցումներ կան, պետք է հակակշռել եւ այլն, թաթարներին եւ այլ այդ քաղաքականությունը, բայց ձեռք չտվեցին Օսմանյան կայսրությունը, ձեռք չտվեց նույնիսկ Թանզիմաթից սկսած մինչև հայ եկեղեցու դերակատարումը միշտ եղել է առանցքային այդ իմաստով։ Բոլշևիկներ եկան, էլի չկարողացան, հասկանում, խեղտամահ արեցին, ենթարկեցին, բայց ամեն դեպքում կաթողիկոսանիստը չփոխեցին, չնեղեցին, որպեսզի թողնեն գնան այստեղից։ Հիմա մենք հասկանում ենք, որ այդ բոլոր մակարոնների միջով անցած հարյուրամյակների ազգային ավանդույթներով եւ արժեքներով կռիվ տված ավարայից 1000 տարի հետո կամ 1500 տարի հետո Սարդարապատում իրեն ապացուցած հայ ժողովրդի ազգային շահերի եւ նպատակների իրականացման ժամանակ առաջինը ներկայացած կառույցը, որը նաեւ Շուշիում էր, իր գնդերեցներով զինված ուժերում էր եւ այլն, դու չես կարող գրչի մեկ հարվածով իրեն ասես քո դերակատարումը ավարտվել է կամ ես ուզում եմ չգիտեմ ինչ անեմ։ Գրչի իրավունք չունի, այս ամբողջ խնդիրը։ Քանի որ մեր զրույցը բավական քաղաքակիրթ էր ընթանում Տիկին Առաքելյանը եւ վստահ եմ դուք շատ լավ գիտեք իմ լեզվական հնարավորությունները, մի քանի լեզվով ինչպես կարող եմ բնութագրել իրեն։ Ինձ արաբերենն էր հետաքրքիր։ Գիտեմ որ թուրքերեն է գիտեք։ Եթերից հետո անպայման կշռայլեմ այդ ամբողջ, չեմ ուզում որևէ բնութագրական տալ, բայց մեր եկեղեցին հաստատակամ իսկապես
շատ ծանր է իր համար։ Որևէ մեկին չթվա, որ այսքան բռնաճնշումների ենթարկվեց սեփական հայրենիքում, սեփական իշխանության կողմից հեշտ բան է։ Չէ, շատ ծանր է։ Բայց վեհապար հայրապետը շատ սառնասրտորեն խորամիտ ձևով կարողանում է, այո, այդ ճանճքշող բանով փայտիկով, որ դուք ով եք, որ կարողանաք ձեռք բարձրացնել հայ եկեղեցու վրա, ընդ որում այստեղ խնդիրը վեհապարը չէ, բոլորն էլ շատ լավ հասկանում են Միանշանակ։ Այստեղ եկեղեցին է եւ վեղարի վրա նշված խաչը, փոքր խաչը, որը խորհրդանշում է համայն հայության հոգևոր ազգային գլխավոր ինստիտուտի ներկայացուցիչը լինելը։ Այս մարդիկ այդ ներկայացուցչի ինստիտուտի հետ խնդիր ունեն։ Մենք վստահ լինենք, որ միևնույն է մեր եկեղեցին երբևէ դարերի ընթացքում չի ընկրկել եւ հիմա էլ չի ընկրկելու։ Բայց այստեղ կարող եմ մի նախադասություն էլ ասել եւ փորձենք ամփոփել։ Սա չի նշանակում, որ եկեղեցուն պետք է թողենք մենակ։ Դե չէ։ Սա չի նշանակում, որ այդ կռիվը պիտի եկեղեցին տա միայն։ Սա նշանակում է, որ բոլորս պիտի ինչպես եղանք անցած 1 տարվա ընթացքում լինել հրապարակում, լինել պատնեշի վրա, լինել Բայց կանք, պարոն Գասպարյան, բայց կանք։ Ես նաև միշտ այսպես մեծ ակնածանքով իմ գործընկերներն եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև ձեզ, որովհետև նաև ABC մեդիան էլ, լրագրողները մեր դաշտի իրենք փայլուն գործ են անում։ Պարոն Գասպարյան, դուք տեսնում այն է, որ մենք պիտի շարունակենք։ Այո, մեդիան այսօր ֆանտաստիկ գործ է անում եւ հենց նաեւ մեդիան է հավաքում եւ բերում այս մեր ժողովրդի զավակներին, որ իմանան որտեղ ինչ կա, որ իրենք էլ մասնակիցը լինեն դրա։ Ասածս այն է, որ երբեք ու երբեք չպետք է մտածել, որ կռիվը ավարտվել է։ Չէ։ Այս իշխանությունը շարունակելու է մինչև վերջին շունչը կռիվ տալ ազգի եւ ազգայինի դեմ։ Փաթեթավորում են անուն դնում են իբր պետականամետներ, բայց իրենք պետականամետության հետ որևէ աղերս չունեն, իբր պրագմատիկներ, բայց այդ բառի իմաստն էլ չեն հասկանում առհասարակ, բայց իրենց խնդիրը այդ պրագմատիզմի եւ պետականաշինության քողի ներքո ազգային ինստիտուտների կազմաքանդումն է։ Եկեղեցին հաստ ոսկորը եւ ծանր ոսկորը մնալու է կոկորտների։ Մնալու է։ Պարոն Գասպարյան, եւ վերջում մեր զրույցի սկզբում նշեցիք, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգաք, թե ինչպիսի միավորով եք գնալու խորհրդարանական ընտրություններին, Genesis Armenia-ի մասն է խոսքը ձեր առաջնորդությամբ նաեւ, երբ ակնկալենք դա։ Այդ տեղեկությանը երբ սպասենք։ Առաջիկա 12 Մենք էլ իմանանք, տեսնենք։ Ես կարծում եմ որտեղ է հայտնվելու եւ մենք էլ ուր պիտի գնանք, որ ճանապարհը պիտի ընտրենք։ Ընտրության ժամանակ մարտի 7-8 անպայման հայտարարությունը կլինի։ Վերջին սրբագրումներն են եւ խմբագրումները։ Բարի, շնորհակալ եմ այսօր հրավերս ընդունելու համար, պարոն Գասպարյան, մաղթում եմ ամենայն բարիք։ Ամենակարևոր նպատակը բոլորիս համար այն է առանց Նիկոլ Հայաստան։ Սա պետք է լինի սկզբունքը։ Իսկ ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել էի քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանին։ Կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։